Բարև ձեզ սիրելի հայ ժողովուրդ, բարև Հայաստան։ Ժողովուրդ ջան, ճիշտն ասած, այս մի քանի օր ժամանակ չէի գտնում, մի քիչ էլ վատառող չէի։ Խոստացա, որ YouTube-յան իմ ալիքով եթերը անելու, բայց մի քիչ հետաձգվեց, հարմարացրեցի հիմա։ Ժողովուրդ ջան, չգիտեմ ճիշտն ասած, ինչքան ես կարող եմ երկար եթեր անել, որովհետև չգիտեմ ինչքան տեղ ունեմ։ Բայց ուզում եմ խոսել ամենակարևորների մասին։ Ժողովուրդ ջան, ուրեմն այս ռուսը հպատակները, այս ռուսի քոցերը հասկացել են, որ հին լրատվականները, այսինքն 168-ը, Սաթոն, Գիժանժոն, այն մյուսները հեղինակություն չունեն ժողովրդի մոտ, ժողովուրդը չի լսում, շանտեղ չի դնում, սրանց փորձում են ուրիշ կերպ, այսինքն ամեն օրվա ռեժիմով սնկի նման բուսնում են նոր լրատվականներ ու բոլորը վստահ եմ, որ ֆինանսավորվում են ուբորնի երկրից, այսինքն Ռուսաստանից եւ պաշտպանում են իհարկե ռուսների թեզն են առաջ քաշում, պաշտպանում են Ռուսաստանի շահերը։ Ուրեմն ժողովուրդ ջան, սրանք հասկացել են այդ ռուսները, որ Թրիփի ճանապարհը, այդ ծրագիրը մոտա իրագործվելուն։ Ամեն ինչ անում են, որ խափանեն։ Ու ինչի համար են ուզում խափանեն, ասեմ ձեզ։ Նրանք Չինաստանն ու Ռուսաստանը վտանգ են զգում Թուրքիայից, որովհետև այդ լրատվականներից մեկը, ես չֆիքսեցի իհարկե, բայց հերթով կֆիքսեմ ու հաջորդ իմ եթերում եւ Facebook-ում նույնպես ես կնշեմ բոլոր այդ լրատվականները, որոնց պետք չի լսել, բացահայտ քարոզ Թուրքիայի դեմ, այն ինչ որ արել են տարիներ շարունակ, օգտագործել են այն ցավը, այն վիշտը, որը հենց իրանք ռուսներն ու դաշնակներն են ու թուրքերի հետ միասին պատճառել մեզ, նրանք օգտագործել են մեր դեմ, այսինքն օգտագործելով այդ թեման տարիներ շարունակ մեզ պահել են շրջափակման մեջ, թույլ չեն տվել Հայաստանին ճանապարհ ունենալ, միակ ճանապարհը եղել է Վրաստանով, թույլ չեն տվել Հայաստանին զարգանալ ու այն մարդիկ, ովքեր որոշել էին, որ պիտի դուրս կբերեն Հայաստանը այդ շրջափակումից, այսինքն Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը նրանց գնդակահարեցին, կազմակերպված էր այդ տերորը Ռուսաստանից, կատարողները իհարկե Հայաստանում էին, բայց այդ ամեն ինչը ղեկավարվում էր այդ ուբորնի երկրից։ Ժողովուրդ ջան, օգտագործել են այդ մեր վիշտը, մեր ցավը հենց մեր դեմ։ Ու հիմա, քանի որ տեսնում են, որ այդ իրանց երկար տարիների պրոպագանդան այլևս չի աշխատում, ժողովուրդը արդեն ձգտում է խաղաղության, ձգտում է օգտագործելու, բարձրացնելու այժմեական Հայաստանը, ինչ որ ունենք դուրս բերելու շրջափակումից, սրանք արդեն անցել են նոր գրոհի, այսինքն ուզում են թարմացնել, նորից աղուբի բառ լցնել մեր վերքի վրա, մռմռացնելով մեզ ստիպել նորից լացել, նորից արտասվել ու մնալ ընկած վիճակում։ Ժողովուրդ ջան, հիմա ես մի օրինակ բերեմ։ Երբ որ մարդ ընկնում է, մարդը ոտը սայթակեց, ընկավ։ Պատահում է, չէ՞։ Այդ մարդը